Մենք փոխարենը տեսանք փոխստեկ քաղաքական փոխհրաձգություն։ Վերջիններից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում հնչեցրած միտքը առայն, որ նա մեղադրում էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը լինելով երթմնազանց ինքն իրենով արդեն կարգալույծ է, ըստ էության մենք այստեղ նախ խնդիր ենք տեսնում։ Ես որպես Հայաստանի հայոց պատմությանը քաջատեղյակ անձնավորություն գիտեմ, որ մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես հաջող վեհափառ հայրապետներ, այնպես էլ ոչ այնքան։ Մեր պատմության ընթացքում եղել են նաև եկեղեցու այնպիսի առաջնորդներ, որոնք սև գիծ են, հետագիծ են թողել իրենցից հետո։ Բայց այս իրողությունները, որ ես տեսնում եմ, խիստ վտանգավոր եմ համարում, ընդ որում, եթե վեհափառ հայրապետը օծված է որպես վեհափառ հայրապետ, ինչ լեգիտիմ այլ մարմինով է նա կարգալույծ համարվում։ Եթե միայն կուսակրոնության ուխտի խախտումն է այստեղ, արդյոք դա բավարար է, թե բավարար չէ։ Մասնագետներ չեն խոսել, որևէ մեկը այդպիսի ժողովներում իր կարծիքը չի արտահայտել եւ այլն։ Բայց եթե նման ժողովի վերջնական վճիռել կամ որոշումել չկա, ինչպես է քաղաքական վերնախավի առաջնորդը իր վրա պարտավորություն, պատասխանատվություն վերցնում, ստանձնելով այդ վճիռ կայացնող մարմնի դերակատարությունը վեհափառին համարելու կարգալույծ։ Այստեղ խնդիրներ կան։